Իրանական արժույթը շարունակում է գահավիժել 2025-ի վերջի դրությամբ սև շուկայում ԱՄՆ $1 փոխարժեքը հասել է 1,45 միլիոն ռիալի։ Վերջին մեկ տարվա ընթացքում արժեզրկումը կազմել է շուրջ 80%, սննդամթերքի և կենսական ապրանքների գներն աճել են զգալիորեն, օրինակ հացինը մոտ 26-ից 72%։ Մարդկանց առօրյայի ապրուստի հարցն է։ Դա վիճակի ծանրացում է։ Մարդը եթե իր եկամուտը ամսական ասենք $100-150 է, եւ նույն ժամանակ այն ինչ որ պիտի հայթայթի ուտելու համար հասնելու է $300, ժամանակ մարդիկ արդեն չեն կարողանա դիմանալ համբերել։ Բնականաբար պորտկումների կտան եւ այդ պորտկումների թափը կարող է ավելի հզորանալ։ Արժեզրկումը, գնաճը եւ տնտեսական ճգնաժամը բողոքի մեծալիք է բարձրացրել Իրանում։ Հարյուրավոր քաղաքներում ակցիաներ են, որոնք ուղեկցվում են բախումներով։ Հաշվի առնելով Իրանի հետ Հայաստանի տնտեսական եւ առևտրային կապերը, տեղի ունեցողը չի կարող չազդել Հայաստանի վրա։ Հայաստանի ապրանքը արտահանվող դեպի Իրան, իրանցիների համար էլ ավելի թանկանալու, այսինքն մրցունակությունը կորցնելու է։ Վերջին տարիներին Հայաստան-Իրան ապրանքաշրջանառության ծավալներն աճել են։ Հարևան երկրից ներմուծվում են երկաթ եւ պողպատ, բնական գազ, նավթային ապրանքներ, պլաստիկ, շինարարական նյութեր։ Հայաստանն իր հերթին Իրան է արտահանում էլեկտրաէներգիա, օգտագործված հանքային նյութեր, սննդամթերք, մեքենաներ եւ սարքավորումներ։ Մեր արտահանողների համար ավելի դժվարացել, որովհետև պետք է հասկանալ մեխանիզմը։ Եթե մենք առաջ արտահանում ենք որոշակի ապրանք, որը արժեր ենթադրենք 1000 դրամ, այնտեղ վաճառում ենք մի գնով, հիմա քանի որ ռեալը բավականին արժեզրկվել է, ենթադրենք 2 անգամ, դա նշանակում է, որ ապրանքը այնտեղ վաճառվելու է արդեն 2 անգամ ավելի թանկ։ Այսինքն այս տեսանկյունից արտահանումը էլ ավելի դժվարանում է Հայաստանի Հանրապետության։ Հայաստանի եւ Իրանի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը շուրջ $1 միլիարդ է հասնում։ Աղասի Թավադյանը նշում է, որ տեսականորեն Իրանից Հայաստան ներմուծումը կարող է հեշտանալ։ Իրացի արտահանողը կարողանալ է բերել ավելի թանկ վաճառել կամ նույն գնով վաճառել եւ ավելի շատ շահույթ ստանալ։ Իրանից ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից մեկն այնինչ ահազանգում է, իրանական ապրանքների ներմուծումը գրեթե անհնար է դարձել։ Factor TV-ի հետ զրույցում նշում է, հիմնական պատճառը իրանական արժույթի հետ կապված անորոշություններն են։ Այսինքն sense բացատրեմ, եթե ազատի կուրսը 130,000 թումանա $1, այդ պահին պետության սահմանած կուրսը 90,000 կամ 100,000 թումանա։ Այսինքն երբ որ դու ես էքսպերտը անում, գործարանն է էքսպերտը անում, ստեից ուղարկված $1 ոչ թե հաշվում է 130,000 թուման, այլ հաշվում է 100,000 թուման։ Այսինքն գները չեն համընկնում, ինքը ամեն մի $-ի մեջ գործարանը 30,000 թուման կորցնում է։ Ու մոտավորապես 30% ինքը ոնց որ ասած իր ապրանքը էժան է վաճառում։ Կար այլընտրանքային մի ճանապարհ, մի տարբերակ, երբ որ ֆիզիկական անձինք ունեին քարտեր, էքսպերտ անելու քարտեր, որոնցով որ էքսպերտ էին անում, գործարանը չէր անում։ Հիմա այդ պետությունը փակել է բոլորի էքսպերտի քարտերը, ստիպված պիտի գործարանները էքսպերտ անեն։ Ոնց նշեցի, իրանց վրա ավելի թանկ է նստում ապրանքը դեպք, այսինքն ոչ թե իրանց վրա, այլ մեր վրա, որովհետև իրանք ստիպված պիտի բարձր գին ասեն, որ այդ կորուստը թումանի միջև, պետական եւ ազատի կուրսի միջև իրանք կարողանան այդ արանքը փակեն։ Վերջին տվյալներով Իրանում ընթացող ցույցերի ժամանակ զոհվել է ավելի քան 3 տասնյակ մարդ, հազարավոր ձերբակալվածներ կան։ Մովսես Քեշիշյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, մարդիկ տեղի ունեցողի հետ հաշտ չեն, պորտկումների թափը կարող է մեծանալ տնտեսական անորոշություններն ավելի մեծացնելով։ Արդեն 11 օր ընթացող բողոքի ցույցերը Իրանում ամենաընդգրկունն են 2022 թվականից ի վեր։ 3 տարի առաջ դժգոհության ալիքը ծավալվել էր կալանքի տակ գտնվող 22-ամյա Մահսա Ամինիի մահից հետո։